Ադրբեջանի նախագահը ընդունել է ամերիկացի կոնգրեսական Աբրահամ Համադեին, ով հեղինակել է Ադրբեջանի դեմ 90-ականներին սահմանված 907-րդ բանաձևի պատժամիջոցները չեղարկելու օրինագիծը։ Ադրբեջանական ապագործակալության փոխանցմամբ Ալիևն ու Համադեն քննարկել են իրենց ձևակերպմամբ թրիփ միջանցքի ստեղծման հնարավորությունները տարածաշրջանային տրանսպորտային կապակցվածության զարգացման տեսանկյունից։ Ալիևն էլ այնուհետև շեշտել է, թե Դոնալդ Թրամփի իշխանության վերադառնալուց հետո ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ եւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի իրականացումը, որը միջազգային մակարդակով կոչվում է TRIP, կարևոր նշանակություն ունի ոչ միայն ադրբեջանական արտահանման, այլև միջին միջանցքի արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի, Թուրքիայի եւ Եվրոպայի միջև կապերի ամրապնդման համար։ Հայտարարելով այս մասին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Ջաբարովը նաեւ ասել է, թե հենց այդ պատճառով էլ իր ձևակերպմամբ ազատագրված տարածքներում ստեղծվող երկու արդյունաբերական գոտիներից մեկը կողմնորոշված է դեպի տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտ։ Ջաբարովը նաեւ հավելել է, թե ի վերջո պետական ներդրումների շարունակումն ու միաժամանակ մասնավոր հատվածի, այդ թվում օտարերկրյա ներդրողների հետաքրքրության աճը հանդիսանում են այդ բանալին։ Տնտեսական սահմանափակումներ, քաղաքական լարվածություն, նաեւ սպառնալիքներ ընդհուպ Հայաստանին Ուկրաինայի վիճակին հասցնելու նկարագրությամբ։ Այն ինչ հիմա տեղի է ունենում ռուս-ուկրաինական ճակատում արդեն 4 տարուց ավելի է, ըստ քաղաքագետ վերլուծաբանների դժվար թե նույն սցենարը կրկնվի Հայաստանի դեպքում։ Վերլուծաբանները համարում են, որ Ռուսաստանը կբավարարվի տնտեսական քայլերով, ԵԱՏՄ ապրանքների արտահանման էմբարգո, գազի գնի թանկացում։ Հակառակ դեպքում ստացվեր ուղիղ ագրեսիա Հայաստանի դեմ, առավելևս որ Հայաստանը եւ Ռուսաստանը ընդհանուր սահման չունեն։ Օրինակ Ուկրաինայի հետ ընդհանուր սահման կար, այնտեղ այդպիսի ներխուժում եղավ։ Մեր դեպքում ենթադրվում է վտանգը Հայաստանում ռուսական բազան է։ Կարծում եմ Ռուսաստանում այնքան անխոհեմ չեն գտնվի, որ այդ բազան օգտագործեն ագրեսիվ նպատակներով, առավելևս որ այդ բազան գործում է Հայաստանի օրենսդրության շրջանակներում։ Ճնշումները երևի միտված են կարգավորելու հայ-ռուսական հարաբերությունները։ Ամեն դեպքում ըստ քաղաքագետների Ռուսաստանից հնչող սպառնալիքները իրական են եւ Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեն դրանք։ Պետք է կարգավորել հայ-ռուսական հարաբերությունները եւ ոչ թե սրել։ Վախենալ պետք չի, պետք է զգուշանալ։ Հաշվի առնել, որ Ռուսաստանը սպառնում է մեզ վնասել եւ Ռուսաստանը մեզ վնասելու լծակներ ունի։ Ընդհանրապես, ըստ վերլուծաբանների Ռուսաստանին հետաքրքրում է ոչ թե Հայաստանում լինելը, այլ որ տարածաշրջանում արևմուտքը չլինի։ Իրենց ամենաշատը դա է մտահոգում, ես որքան հասկանում եմ, եւ միայն Ռուսաստանին չէ, որ դա մտահոգում է, դա մտահոգում է նաեւ Իրանին, եւ այստեղ մենք իսկապես մտածելու բաներ ունենք։ Չեմ կարծում, թե պետք է անտեսել այդ սպառնալիքները եւ ուղիղ այսպես ճակատային շարժվել դեպի արևմուտք, անտեսելով վտանգները, առավելևս որ արևմուտքում է կարծես թե մեզ գրկաբաց չեն ընդունում։ Հայաստանի իշխանությունները մինչև խորհրդարանական ընտրությունները հայտարարեցին, թե կերկխոսեն ռուսական կողմի հետ, կնճռոտ հարցերը կկարգավորվեն, իսկ Պուտինը հետքայլ կանի, ընդառաջելով հայաստանյան իշխանություններին։ Պուտինը կարող է հետքայլ անել, բայց դրա դիմաց շատ կոնկրետ բաներ կպահանջի Հայաստանի իշխանությունը։ Այսինքն այդտեղ ընկերական նորմալ հարաբերությունները կապ չունեն։ Այնտեղից մեզ հստակ ասել են, որ երկու աթոռի նստել հնարավոր չի լինի։ Այո, կարող են այդ հարաբերությունները կարգավորվել հայ-ռուսական, տնտեսական։ Բայց դրա դիմաց Հայաստանի առջև շատ հստակ պայմաններ են դնելու եւ արդեն կախված կլինի նաեւ այս ապագա խորհրդարանի կազմից կառուցվածքից, թե ինչպիսին կլինի հայկական կողմի պատասխան։ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները կարգավորելուն զուգահեռ հայկական կողմը պետք է արևմուտքին էլ պատասխանի։ Եվրոպայի դեպքում վտանգն ուրիշ է։ Եվրոպան աչք փակեց ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների վրա, սակայն հենց որ իշխանությունները հետ քայլ կատարեն Եվրոպայից այնտեղից շատ կոշտ գնահատականներ են հնչելու, ասում են փորձագետները։ Եվ իբր ռուսական ազդեցությունից դուրս եկող Հայաստանը հետագայում շատ ավելի ծանր պայմաններում կմնա հենց ռուսական ազդեցության տակ։ Ադրբեջանի նախագահ Ալիևը ուղերձ է հղել Շուշիում անցկացվող տարածաշրջանային ներդրումը գլոբալ անվտանգության գործում խաղաղության կառուցումը հարավային Կովկասում թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին։ Ըստ Ալիևի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ, ինչպես նաև կդառնա միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը։
Անցյալ տարի Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջև համատեղ հռչակագրի ստորագրումը, ինչպես նաեւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը լիովին փոխել են իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս առումով իրագործվող Զանգեզուրի միջանցքը կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ, ինչպես նաեւ կդառնա միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը։ 9-րդ գումարման ազգային ժողովի նիստերի դահլիճի կարմիր աթոռներից 105-ը կզբաղեցնեն նորընտիր падգամավորները։ Նրանցից 64 ՔՊ-ական իշխանական սեկտորում կնստի։ Խորհրդարանական անցնող մյուս երկու ուժերը Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքների համար ընդդիմության շարքերը կառանձնացնեն համապատասխանաբար 29 եւ 12 մանդատներով։ Կենտրոնական ընտրականը վերջնական ամփոփել է հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, բայց այն հետընտրական հարցերը պարզելու փոխարեն ավելի է լարել ներքաղաքական մթնոլորտը։ Թեպետ ձայների վերջնահաշվարկը կարծես լուծում էր նոր խորհրդարանում երրորդ ընդդիմադիր ուժի ներկայության խնդիրը, որին ամենամոտը կանգնած էր Գագիկ Ծառուկյանի առաջնորդած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, սակայն տարածքային ընտրական հանձնաժողովների վերահաշվարկներին զուգահեռ կենտրոնական ընտրականը որոշեց անվավեր ճանաչել 3 տեղամասի քվեարկության արդյունքները։ Դրանցից երկուսը Նուբարաշենում եւ Սյունիքում տեղակայված ճիշտ այն ընտրատեղամասերն էին, որոնցում քվեարկությունը չնայած օրենքի պահանջին երեկոյան ժամը 20-ի փոխարեն ավարտվել էր կեսգիշերին մոտ, քանի որ քվեարկող զինվորներին միայն ընտրական օրվա ավարտին էին ուղեկցել քվեարկության։ Եվս մեկ տեղամասում էլ ընտրության ընթացքում բացակայել էր մասնակից ուժերից ազգային ժողովրդավարական բևեռի քվեաթերթիկը։ Այս 3 տեղամասերում կենտրոնական ընտրականը քվեարկություն չի անցկացնի, թեպետ դրանից մի ամբողջ քաղաքական համայնքի ճակատագիր ու խորհրդարանի կառուցվածքի հարց է կախված։ Միակ նպատակը թույլ չտալն էր, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտնվի խորհրդարանում։ Ես իհարկե հասկանում եմ, որ դուք սարսափած եք հավաքական ընդդիմության գաղափարից, որովհետև ձերը պառակտելն է, ձերը սև ու սպիտակի տարանջատումն է, ձերը մարդկանց մեջ ատելություն ու թշնամանք սերմանելն է։ Կենտրոնական ընտրականը սակայն շտապում է պարզաբանել, որպես սահմանադրությամբ ընտրությունների օրինականությունը վերահսկող անկախ մարմին պետք է առաջնորդվեն ոչ թե մեխանիկական վերաքվեարկության տրամաբանությամբ, այլ մայրօրենքով երաշխավորված ազատ եւ հավասար ընտրության իրական կամքի պաշտպանության սկզբունքներով։ Մասնակի վերաքվեարկության դեպքում առաջանում է հետևյալ խնդիրը։ Հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքը հայտնի չէր։ Նրանք չգիտեին ով է առաջատար, քանի ձայնի տարբերություն կա, որ ուժը կհաղթահարի շեմը կամ իրենց քվեն ինչ ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա։ Մինչդեռ վերաքվեարկության մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում։ Նրանց համար կարող է հայտնի լինել ընդհանուր պատկերը։ Այս պայմաններում ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամ արտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։ Հավաքական ընդդիմությունն էլ պնդում է, ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը եւ ստույգ արդյունքները։ Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ եւ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Ընտրությունները խոշորացույցի տակ պահած տեղական դիտորդական առաքելությունների համար եւս անակնկալը կենտրոնականի որոշումը։ Հետընտրական առաջին երկուշաբթին էին պնդում այդ տեղամասերի արդյունքները պետք է չեղյալ համարվեն, կնշանակվի վերաքվեարկություն, սա է օրենքի պահանջը, հատկապես որ ամփոփ արդյունքներով Բարգավաճ Հայաստանին միայն մի քանի ձայն չի բավարարում խորհրդարան անցնելու համար, այսինքն սա հենց այն իրավիճակն է, որը նկարագրում է ընտրական օրենսգիրքը, ազդեցություն վերջնարդյունքի վրա։ Մեր գնահատմամբ այն ոչ իրավաչափ է, կան չի կատարել օրենսգրքի պահանջը, քանի որ ակնհայտ է, որ 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներում հանգեցրել է քաղաքական ուժերից մեկի քվեների անցողջությունից նվազեցման փաստին։ Խնդիրն այստեղ արդյոք ազգային ժողովը դրվեց ընտրողների կողմից։ Մինչև դիտորդներն ամփոփեն իրենց գնահատականներն ու զեկույցները, կազմեն այն նաև միջազգային հանրությանը հասանելի դարձնելով, ընդդիմությունը կհասնի սահմանադրական դատարան։ Ամենաբարձր այս ատյան են տանում հունիսի 7-յան ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու հարցը։ Ռոսիել Խոզնաձորի ղեկավարը անդրադարձել է դեպի Ռուսաստան հայկական գյուղմթերքի մատակարարումների սահմանափակումներին, նշելով, թե դա կապված է ոչ թե քաղաքականության, այլ արտադրողների մոտ որակի արդյունավետ վերահսկողության բացակայության հետ։
ԴԵՊ ղեկավարը հայտնել է, որ հայկական կողմը իր ղեկավարած կառույցի կողմից ուղարկված նամակները անպատասխան է թողնում։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը անդրադառնալով այդ հարցին բացառել է, որ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի պետական որևէ մարմնից իր գլխավորած նախարարությունը ստանա նամակ, որին չպատասխանեն ու պատշաճ ուշադրություն չդարձնեն։ Չեմ բացառում, որ իրոք կան որոշակի մտահոգություններ, որոնք որ գործընկերների կողմից բարձրաձայնվել են, դեռ պատշաճ պատասխան միգուցե իրենց մոտ չի ստացվել, պետք է նայել տեսնել որոնք են այդ հարցերը, բերել էկոնոմիկայի նախարարության դաշտ եւ լուծել։ Не можем убедить коллег в Армении, которые занимаются Հայաստանի դեպքում խնդիրը նախ եւ առաջ արտադրության եւ վերահսկողության կազմակերպման մեջ է։ Մեծ թվով փոքր ֆերմերներ արտադրանք են աճեցնում եւ մատակարարում արտահանման, սակայն արտադրության եւ առաքման միջև փաստացի բացակայում է ներքին վերահսկողության եւ կոոպերացիայի համակարգը։ Վերահսկող մարմինները ֆիզիկապես չեն կարող ստուգել արտադրանքի այդպիսի ծավալը։ ՊԵԿ-ը շարունակում է պայքարը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ։ Օրերս իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետության 2 քաղաքացի ձերբակալվել են 10 կիլոգրամ մարիխուանա Հայաստան մաքսանենգությամբ ներմուծելու փորձի կասկածանքով։ Դրանից 3 կիլոգրամը նախատեսված է եղել երկրի ներսում իրացման համար, ինչի համար եւս ձերբակալվել է 2 Հայաստանի քաղաքացի։ Հայտնաբերվել եւ առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող իրեր, իսկ իրավապահները շարունակում են պարզել գործին հնարավոր այլ ներգրավված անձանց։ Ավտոմեքենաների պահեստամասերի գողությունները վերջին շրջանում կրկին հանրային ուշադրության կենտրոնում են։ Ոստիկանությունը պարբերաբար տեղեկություններ է փոխանցում բացահայտված դեպքերի մասին։ Տուժողների վնասները երբեմն միլիոնավոր դրամների են հասնում, իսկ խնդիրը մասնագետների կարծիքով վաղուց արդեն միայն քրեական տիրույթում չէ։ Այն նաև սոցիալական եւ համակարգային հարց է։ Փաստաբանների գնահատմամբ բազմաթիվ տուժածներ նույնիսկ չեն դիմում իրավապահներին, համոզված լինելով, որ իրենց գործը չի բացահայտվում։ Որոշակի խմբի բացահայտելուց հետո ոստիկաններն իրենք են գնում ենթադրյալ տուժողների հետևից։ Ես բացը դառնում, որ այդ անձինք իսկապես տուժել են, սակայն ոստիկանություն չեն դիմել, քանի որ վստահություն չեն ունեցել, որ կբացահայտվի։ Կարծում եմ բազմաթիվ են այդ պատճառները եւ հիմնական պատճառն է, որ իսկապես ցանկություն չկա ջանքորցածել այդ հանցագործությունները բացահայտելու համար։ Մասնագետների դիտարկմամբ հանրության շրջանում ձևավորված անվստահությունը հանգեցնում է նրան, որ հանցագործությունների իրական պատկերը հաճախ չի արտացոլվում վիճակագրության մեջ։ Ընդգծում են, թե խնդիրը առավելապես գործող օրենքների արդյունավետ կիրառման եւ կանխարգելիչ աշխատանքին է վերաբերում։ Իսկ ներքին գործերի նախարարությունից պնդում են, թե հետևողական աշխատանք են տանում այս հանցատեսակի բացահայտման ուղղությամբ։ Ոստիկանությունը հետևողական աշխատում է այդ ուղղությամբ, որ բոլոր դեպքերը բացահայտվեն։ Տարբեր անհատներ հայտնաբերվում են, ձերբակալվում են։ Նախկինում նման հանցագործություններն ըստ մասնագետների նույնքան շատ են եղել, սակայն ոչ բացահայտ պայմանավորված մեքենաների սակավությամբ։ Խնդրի հիմքում միայն գողություն կատարողը չէ, նկատում են իրավապաշտպանները եւ հավելում, թե գոյություն ունի մի ամբողջ շղթա, սկսած էժան պահեստամասի պահանջարկից մինչև դրա իրացման հնարավորությունը։ Առաջարկում են, որ օգտագործված կամ վերավաճառվող պահեստամասերի ծագումը ավելի խիստ վերահսկվի եւ պարտադիր փաստաթղթավորվի, ինչն էլ իր հերթին սև շուկան կսահմանափակի, իսկ հանցագործության տնտեսական շահավետությունը կնվազի։ Եթե խանութի աշխատողը գիտի, որ ինքը կարող ավելի էժան շուկայից ձեռք բերի, ու շուկայից էժան ձեռք բերողի միջնորդը ինքը մեքենայից գողություն անողն է, ինքը դրա համար փաստաթղթեր չի ուզում, դրա համար գինը էժան է վճարում, դրա համար չի տանջվել, ինքը ընդհանրապես գողությունար է, տանում հանձնում է տեղում ռեալիզացումը, որովհետև պահանջարկ կա, մեքենաները շատ են, մեքենաների սպասարկման կետերը չափից շատ են։ Ի վերջո, թեև իրավապահները խոսում են բացահայտումների եւ շարունակվող պայքարի մասին, իսկ փորձագետները օրենսդրական ու վերահսկողական նոր լուծումների անհրաժեշտության մի բան ակնհայտ է։ Քանի դեռ գողացված պահեստամասերի իրացման շուկան շարունակում է գործել, իսկ քաղաքացիների վստահությունը լիովին չի վերականգնվել, ավտոմեքենաների տերերը շարունակում են ամեն օր բախվել նույն մտահոգությանը։ Արդյոք առավոտյան իրենց մեքենան կգտնեն նույն վիճակում, ինչ գիշերն էին թողել։ Հունիսի 15-ին Ազատության փողոցը Ադոնց եւ Ահարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Chevrolet Volt-ն ու Nissan-ը։ Երկու հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց։ Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության
Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանն ու նույն գնդի առաջին գումարտակի հրամանատար Գոր Արաքելյանը։ Հունիսի 15-ին Երևան-Սևանի-Ջևան ճանապարհի նախպատար բեռնատարը բախվել է թույլատրելի հատվածում կայանված Լինկոլնին։ Բախման հետևանքով վերջինը հայտնվել է ծառերի մեջ, 2 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած Հրազդան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի եւ գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանի գլխավորությամբ։ Եվ հակասանիտարական վիճակ է Սպիտակի ոլորանների սկզբնամասում տարածքը, որտեղից տեղացիներն ու տուրիստները ջուր են խմում, վերածվել է փնթի ինչ-որ վայրի։ Սպիտակի քաղաքապետարանի ենթակայության ներքո է այս հատվածը։ Քայլեր են անհրաժեշտ այն ամբողջությամբ մաքրելու համար, իսկ քաղաքացիներից պատասխանատվություն է պահանջվում այն նորից չախտոտելու համար։ Տեսեք, ամբողջ տարածքում հակասանիտարական վիճակ է։ Խնդրանք Լոռու մարզպետին որպեսի պարտավորեցնի Սպիտակի քաղաքապետին այս տարածքը կարգի բերվի, մաքրվի, վերանա այս գարշահոտ վիճակը։